Ողջույն ընկերներ, Facebook-յան, YouTube-յան եւ ընդհանրապես բոլորին ողջույն։ Գիտեմ, որ բոլորի ուշադրության կենտրոնում այսօր Իրանն է, իրանական պատերազմն է եւ մեզ անհանգստացնում է իհարկե եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ նաեւ Միացյալ Նահանգների քաղաքացի կրկնակի է իհարկե անհանգստացնում, բայց մենք գործ ունենք այսօրին շատ ապատեղեկատվության հետ, չափազանց շատ, այսպես ասենք, այդ պատերազմը ավելի շատ ինֆորմացիոն պատերազմ է, քան ուրեմն հողի վրա պատերազմ, այսինքն ինֆորմացիոն պատերազմը իհարկե կյանքեր չի խլում, բայց չափազանց կարևոր է եւ այդ լուրերի այդպես արագ հոսքի մեջ շատ ժամանակ մարդիկ դժվար են կողմնորոշվում, այդ թվում նաեւ ես հիմա Ամեն դեպքում մի քանի թեմաների մասին ուզում եմ խոսել, որ նկատել եմ մեր Հայաստանի հայրենակիցների մոտ, շատերը կոմենտներ են գրում, տարբեր մեկնաբանություններ են անում, հարցեր են տալիս, իրարից նեղանում են, բաժանվել են ճամբար, իրար հայոյում են, ու այնպիսի տպավորություն է, որ ասենք պարսիկները ավելի քիչ են սգում Խոմեյնիի մահը, քան օրինակ մենք հայերս, այդ առումով հետաքրքիր ազգ ենք, ամեն դեպքում Ես գիտեմ, որ այս իմ տեսանյութից հետո շատ իմ ընկերներ կարող են պարզապես, չգիտեմ, փոխել իրենց վերաբերմունքը, մտածել, որ մենք այլևս համախոհներ չենք, բայց դա իրենց գործն է, իրենց իրավունքն է, ես ինձ դրանից չեմ սահմանափակում, որպեսզի ասեմ, ինչ որ մտածում եմ։ Ուրեմն նախ, որպեսզի հասկանանք, թե ինչու այդ պատերազմը եղավ, մի քիչ պիտի հետ գնանք, նախ արձանագրենք, որ այո, իսկապես Իսրայելին հաջողվեց Միացյալ Նահանգներին ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ։ Ես որպես Միացյալ Նահանգների քաղաքացի եւ նաեւ Հայաստանի քաղաքացի իհարկե դեմ եմ ցանկացած պատերազմին, առավել եւս, որի մեջ ներքաշված է Միացյալ Նահանգները, որտեղ որ ես բնակվում եմ եւ Իրանը, որը իմ հայրենիքի հարևանն է, այսպես ասենք, դեմ եմ եւ ցավոք սրտի Իսրայելին հաջողվեց դա անել։ Միացյալ Նահանգները այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, 36 տրիլիոն ուրեմն պարտքի տակ է մտած, բայց ուրեմն մոտավորապես 8 տրիլիոն գումար է ծախսվել Միջին Արևելքում տարբեր պատերազմների վրա այս տարիների ընթացքում, հիմա ավելի շատ է ծախսվել, որտեղ միկրոտեխնոլոգիաները եւ այլն շատ ավելի շատ են, դա բնականաբար չի բխում Միացյալ Նահանգների շահերից, բայց այնուամենայնիվ Իսրայելին հաջողվեց ուրեմն ներքաշել Միացյալ Նահանգներին այն, ինչ իրենք պետք է անեին 1 տարի առաջ եւ չստացվեց, հիմա արեցին։ Հիմա շատերի մոտ են այդպես տպավորությունն է, կարծիքն է, թե նախագահ Թրամփը Իսրայելի այսպես ձեռքի խաղալիքն է, ինչպես ուզում են, այդպես կառավարում են, միգուցե այդպես է թվում եւ հիմք ունեն այդպիսի պնդումներ անելու, բայց ես այդպես չեմ կարծում, եթե այդպես լիներ, ապա այդ նույն պատերազմը, որ հիմա մենք տեսնում ենք, տեղի կունենար 1 տարի առաջ։ Գիտեք, հունիսին 12-օրյա պատերազմ եղավ Իսրայելի եւ Իրանի միջեւ, եւ հենց այդ ժամանակ ամբողջ իսրայելական լոբին, ամբողջ ռազմական ինդուստրիան, որը նաեւ շահառուներից մեկն է, դրա մասին ենք խոսենք, փորձում էին Թրամփին համոզեին, որպեսզի Միացյալ Նահանգները ուղիղ մասնակցություն ունենար այդ պատերազմում եւ այդ պատերազմը, որ հիմա մենք տեսնում ենք, պետք է լիներ հենց 1 տարի առաջ, բայց Թրամփը չգնաց դրան, որովհետեւ հասկանում էր, որ նախ ինքը իշխանության էր եկել հենց այդ ամենը քննադատելով տարիներ շարունակ, ոչ միայն վերջին ընտրությունների ժամանակ, այլ վերջին 30-40 տարիների ընթացքում ինքը քննադատել է Միջին Արևելքում Միացյալ Նահանգների կողմից վարված քաղաքականությունը, վատնված գումարները եւ նաեւ արդյունքը, որը չի եղել, հակառակը իրենք փոխել են ռեժիմներ, բայց փոխարենը terroristական խմբեր են, ասենք ISIS-ը, ԻԳԻԼ-ը առաջացել է Իրաքի բանակի վրա։ Այսինքն Ամերիկայի փողերը եւ նաեւ զինվորների կյանքերը ծախսվել են պատերազմների վրա, որոնք հետագայում ուրեմն անկայունություն են ստեղծել ոչ միայն այդ տարածաշրջանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում։ Հիշում եք Օբամայի օրոք ամեն օր պայթյուններ էին լինում եւ Ամերիկայում եւ Եվրոպայում։ Իհարկե Թրամփը եկավ եւ ԻԳԻԼ-ի հարցը կարելի ասել վերջապես լուծեց,
դրանից հետո դադարեցին այդ աբեկչական եւ այլն։ Հիմա շատ մեծ վտանգ կա, որ այդ քնած բջիջները աբեկչական կարող են արթնանալ եւ շատ լավ կարծում եմ համոզված եմ, որ Թրամփի ադմինիստրացիան այդ ամենի մասին եւս մտածել է։ Ամեն դեպքում ուզում եմ հերքել այն պնդումը, որ Թրամփը Իսրայելի գործիքն է։ Միգուցե Թրամփի վրա ազդելու շատ լծակներ ունեն իրենք, իհարկե ունեն, նույն իսրայելական լոբբիստները, նույն այսպես AIPAC-ը, որի գրպանում է ամերիկյան կոնգրեսի 80%-ը եւ հանրապետական եւ դեմոկրատ, գիտեք, երբ որ ասում են դեմոկրատներ, անհապետականներ, երբ որ խոսքը վերաբերում է ամերիկյան արտաքին քաղաքականությանը, տարբերություն չկա, դեմոկրատ է թե հանրապետական։ Ներքին կյանքում կա, բայց արտաքին հարաբերություններում պատերազմներին հատկապես չկա, որովհետև այդ նույն դեմոկրատներն էլ, հանրապետականներն էլ սնվում են նույն բյուջեից, ասենք իսրայելական լոբին AIPAC այդպիսի կազմակերպություն կա, ֆինանսավորում է եւ դեմոկրատներին եւ հանրապետականներին եւ հետո այդ մարդիկ դառնում են իրեն, այսպես ասած, ծառաները։ Մյուս կողմից, բայց Իսրայելը մենակ չէր, արձանագրենք, որ Իսրայելը այս պատերազմի մեջ Միացյալ Նահանգները ներքաշելու մեջ ուրեմն շահագրգռված կողմերից ոչ միայն Իսրայելն էր, նաև գլոբալ ուրեմն military industrial complex, այդպես է կոչվում, ռազմաքաղաքական ռազմական արդյունաբերության կոմպլեքսը։ Զենք արտադրող գործարանները, ասենք Boeing-ը, Heather Martin, այդպիսի տարբեր գլոբալ ֆիրմաներ կան, որոնք մուլտինացիոնալ կորպորացիա, ճիշտ է, Ամերիկայում են գտնվում, Ամերիկային են հարկեր մուծում, բայց նրանք, այսինքն նրանց համար բիզնեսը որն է, իրենք երբ են փող աշխատում, երբ որ պատերազմ կա։ Եթե պատերազմ չկա, իրենք փող չեն աշխատում։ Դրա համար իրենք լոբիստական գործունեություն են անում, որպեսզի պատերազմներ ստեղծեն։ Որքան շատ պատերազմներ, իրենք այնքան ավելի շատ փող են աշխատելու։ Եվ այս առումով իհարկե մեծ շահագրգռվածություն եւ մեծ դեր ունեցավ նաեւ այդ military industrial complex-ը։ Հիմա հարց է առաջանում, ինչու է Թրամփը լսում նրանց։ Ասեմ ինչու է լսում։ Որովհետեւ նույնիսկ ասենք ներքին ուրեմն հարցեր լուծել, օրինակ ինչ որ մի օրենսդրական ակտ անցկացնելու համար կոնգրեսում Թրամփը ստիպված է օրինակ աշխատել կոնգրեսականների հետ, լինի դա դեմոկրատ թե հանրապետական։ Իսկ նրանք ինչ են ասում։ Մենք կքվեարկենք այսինչ օրինագծին, եթե դու օրինակ, չգիտեմ, արձակվես Իսրայելի վրա, Իրանի վրա ներողություն։ Եվ նմանատիպ շատ այլ հարցերում պետք է նախագահը ստիպված է կոմպրոմիսի գնալ կոնգրեսի հետ, կոմպրոմիսի գնալ կորպորացիաների հետ եւ նաեւ իհարկե լոբիստական կառույցների հետ, որովհետեւ իրենք ի վերջո աջակցել են, որպեսզի ինքը գա իշխանության։ Ամեն դեպքում Թրամփը չգնաց նա անցած տարի այդ քայլին, բայց այս տարի գնաց, որովհետեւ Իսրայելը եւ military ուրեմն ռազմաարդյունաբերական կոմպլեքսը կարողացան իրեն համոզել։ Բայց արդյոք միայն դա էր պատճառը։ Ուզում եմ այստեղ շատ կարևոր շեշտադրում անեմ։ Իմ տպավորությամբ եւ իմ համոզմամբ պատերազմի սկսման համար էական մեծ նշանակություն ունեցավ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմը։ Հիմա ասեմ ինչու։ Տեսեք, բանակցություններ են գնում, չէ՞, անցած տարի ինչ տեղի ունեցավ պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգները իր B2 ռմբակոծիչներ ուղարկեց Ֆորդոյի ուրեմն այդ կայանը գետնին հավասարեցրեցին եւ ասաց, որ այլևս պետք է ուրեմն ուրանի հարստացման ծրագիրը պետք է արգելել, այսինքն Իրանը չի կարող ունենալ ատոմային զենք, միջուկային զենք չի կարող ունենալ եւ վերջ։ Հիմա կարող եք ասել ինչու չպետք է ունենա, թող ունենա։ Հիմա Թուրքիան էլ կարող ասի, բա եթե Իրան ունի, ես էլ եմ ուզում ունենալ։ Հետո Ադրբեջանը կարող ասի, ես էլ եմ ուզում ունենալ, ինչու իմ հարևան Իրանը ունի, բա ես պետք է պաշտպանվեմ, ուրեմն դե բերեք բոլոր ամբողջ աշխարհին թույլ տանք, որպեսզի ատոմային զենք ունենան։ Իհարկե, ընդ որում Իրանի միջուկային ծրագրին դեմ է նաև ոչ միայն Միացյալ Նահանգները կամ Իսրայելը, այլ նաև Ռուսաստանը, Չինաստանը, մնացած միջուկային տերությունները։ Եվ այդ առումով Միացյալ Նահանգների համար կարմիր գիծ էր, որպեսզի Իրանը ունենա միջուկային ծրագիր, ուրանի հարստացման այդ ծրագիրը, որը ձեռք բերի միջուկային զենք։ Եվ դա շատ պարզ հասկացվեց, եւ տեսակ ինչ եղավ ամերիկյան
ուրեմն կործանիչը մտավ, հարվածեց, դուրս եկավ, հետո իրանցիները սիմվոլիկ պատասխան տվեցին, կարծես թե ամեն ինչ նորմալ էր գնում, բայց հետո Իրանում մենք տեսանք, որ սկսեցին մահ Ամերիկային, նույն այդ արդեն չկա ինքը, ուրեմն Խամենեին, բազմահազարանոց իր այդպես մահմեդական, ծայրահեղ մահմեդական ամբոխի հետ միասին գոռում էին մահ Ամերիկային։ Հիմա նորից բանակցություններ սկսեցին վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք տեսնում ենք։ Պարզապես թե խայտառակ բանակցություններ են, ինչի համար եմ ասում, պարսիկները, պարզվում ոչ թե պարսիկները, այլ իսլամական ղեկավարությունը, հեղափոխության պահապանների հետ եւ այլն, իրենք հրաժարվում են ուղիղ բանակցել ամերիկացիների հետ։ Այնտեղ Օմանն են բերել մեջտեղ, ընդ որում վերջերս միտեղ կարդացի, թե ինչպես է տեղի ունեցել այդ բանակցությունները, պարզվում է ամերիկացիները նստել են մի սենյակում, իրանցիները մյուս սենյակում, հետո մի աղջիկ այդպես գնում է այնտեղ, տեքստը տալիս է, հետո բերում է սրանց է տալիս, հետո վիճում են նույնիսկ ինչ գրիչով պիտի ստորագրեն։ Պարսիկները պահանջում են, որ պետքա ստորագրենք, չգիտեմ ինչ գրիչով, հետո ժամանակ ապեք, որ այդ գրիչը բերեն։ Հասկանում եք ինչ խայտառակություն, այսինքն այստեղ պարզ է դառնում, որ իրանական կողմը ընդհանրապես ժամանակ է շահում, այդ ժամանակը շահելու ընթացքում ինչ է անում, ինքը շարունակում է իր ծրագիրը ուրանի հարստացման։ Այո, հիմա կարող եք դուք ասել, որ չէ, այդպես չէր, որտեղից գիտեն ամերիկացիները, ես էլ կասեմ գիտեն, որովհետև ունեն հետախուզական տվյալներ։ Ճիշտ այնպես, ինչպես ունեցան հետախուզական տվյալներ, թե որտեղ են գտնում այդ գեներալները, որոնց բոլորին ոչնչացրեցին։ Այո, ամերիկյան տեխնոլոգիաները այսօր աշխարհում հավասար է, մրցակիցը չունեն, նույնիսկ այսպես ասենք կամերաների միջոցով կարող են միանգամից ֆիքսել ամբողջ աշխարհում ուրեմն մարդկանց հոսքը, շարժը, իրենց մասին տեղեկությունները վայրկյանների ընթացքում ստանալ, օգտագործելով նաև արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաները։ Այո, ունեցել են, որ պարսիկները կամ իսլամիստները, որոնց ռեժիմը արդեն կարծես թե տապալվում է կամ տապալվել է, ուրեմն ժամանակ էին շահում եւ շարունակում էին իրենց ծրագրերը, որոնք իմ կարծիքով այդքան էլ ազնիվ չէին։ Միաժամանակ Միացյալ Նահանգների ուրեմն հետախուզությունը տեղեկություններ ուներ, որ Իրանը ուրեմն փորձում է ստեղծել նաև միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։ Տեսեք, իրանք ունեն բալիստիկ հրթիռներ, հիմա օգտագործում են, բայց դրանք միջմայրցամաքային չեն։ Դրանք միջին հեռավորություն կամ կարճ հեռավորության չէ, բայց իրանք ուզում են ստեղծել միջմայրցամաքային։ Բնական է հարց առաջանում, ում համար, ում դեմ ավելի շուտ։ Պարզ է, որ Մեքսիկոյին գնդակոծելու համար չէին ստեղծում այդ բալիստիկ հրթիռները, այլ ստեղծում են Միացյալ Նահանգները ուրեմն ռմբակոծելու համար։ Միացյալ Նահանգների կարմիր գծերից մեկն էլ հենց դա էր, որ պետք է հրաժարվի Իրանը բալիստիկ հրթիռներից։ Իրենք շարունակում են իրենց ուրեմն ամեն դեպքում այդպես է հայտարարվում։ Հիմա այս պայմաններում, երբ որ հասկացավ Թրամփը, որ ժամանակ են պարզապես ձգում եւ երևի հույս ունեն, որ հեսա նոյեմբերին ընտրություններ են լինելու, Թրամփի դիրքերը կթուլանան, հետո դեմոկրատները կգան իշխանության ու ամեն ինչ կփակվի, այս թեման կփակվի, որովհետեւ բայց իրենք պետք է լավ հասկանային, որ Թրամփը, ասենք, ի տարբերություն Օբամայի կամ Բայդենի քնած վիճակում, այդպես երկիր ղեկավարող Բայդենի, նա այսպես քաղաքական գործիչ չէ, ոչ էլ իրավաբան, որ կարող են երկար ժամերով խոսել, ամիսներով, տարիներով բանակցել ու հետո վերջում ոչ մի բան։ Նա սիրում է կոնկրետ գործնական քայլեր, ասեց, արեց ու վերջ։ Ժամկետ տվեց, որ այսքան ընթացքում առաջարկում եմ դիլ, գործարք։ Իրենք տարան բերեցին գրիչի պատմություն, սրա պատմություն, նրա պատմություն, նրա պատմություն, ժամանակ էին ձգում, որ հույս ունենալով, որ Թրամփը այլևս չի լինի, հետո իրենք իրենց ծրագրերը կշարունակեն։ Իսկ Թրամփը այդպեսի մարդ չի, ինքը եթե ասել է, եթե ասեց, որ շատ խիստ հարվածել եմ, ուրեմն կհարվածի ու արեց։ Հիմա մոլաները չկան։ Նա գիտեմ շատերը այդ բարկացնում են մոլաներ անունը ասելուց, բայց ուզում եմ տեսնում եմ ես մեր հայկական մամուլում հատկապես այդ վերլուծական կոչված դաշտում, իհարկե ես ոչինչ չունեմ, ես ինքս ոչ իրանագետ եմ, ոչ, չգիտեմ, միջին արևելքի մասնագետ եմ, ոչ պատմաբան եմ, պարզապես
քաղաքացի եմ եւ նաեւ որ զբաղվում եմ լրագրությամբ, ընդհանրապես փաստերն եմ արձանագրում։ Խամենեի մահը սգում են Հայաստանում։ Ամբողջ աշխարհում եւ նաեւ Իրանում պարսիկները տոնում են Խամենեի մահը, մեծամասնությունը, լավ, չասեմ բոլորը, որովհետեւ բոլորը չեն։ Այնտեղ կա այսպես արմատական իսլամիստների մի խումբ, որոնք աջակցում են։ Բայց 9 միլիոն սփյուռք կա։ 9 միլիոն սփյուռքի բոլոր համայնքներում մենք տեսանք, որ բոլորը դուրս են եկել եւ շնորհակալություն են ասում Թրամփին եւ Միացյալ Նահանգներին, որովհետեւ գիշատ իրենց խոսքերն եմ ասում։ Հրեշին վերացրեց։ Դա Խամենեին է։ Հիմա ես չեմ սգում Խամենեի մահը։ Ինչի համար ասեմ, որովհետեւ ես չեմ կարող ընդունել մի մարդու, ով գնդակահարում է իր սեփական քաղաքացիներին։ Գնդակահարում է պարզապես։ Հիմա ես հենց վերջին 1 ամիս առաջ, իհարկե դուք չեք տեսել դա, հարգելի Խամենեի համար ցավացողներ, որովհետև դուք նայում եք իրանական հեռուստաընկերության պրոպագանդան, որը իհարկե ցույց չի տալու դա։ Գիտեք, որ 32,000 ոչ, այդպես ասած, պաշտոնական տվյալներով, բայց ոչ պաշտոնական տվյալներով մոտ 60-70, այդպես պարսիկներն են ասում այստեղի, որ 60-70,000 Իրանի քաղաքացի է գնդակահարվել, մեծամասնությունը երիտասարդություն այն բանի համար, որ իրենք դուրս են եկել փողոց եւ բողոքում են իրենց սոցիալական վիճակի համար։ Ես հիմա, եթե չեք տեսել, նաեւ հայեր կային իմիջ այլոց։ Ես հիմա օրինակ ձեզ կարող եմ ցույց տալ, թե ինչի մասին եմ խոսում, հենց հիմա կիսվեմ ձեզ հետ այդ կադրերը։ Ուրեմն խնդրեմ։ Տեսել եք այս երիտասարդներին, չեմ պարսիկներ, ուսանողներ, սպանվել են այդ վերջին օրերի ցույցերի ժամանակ։ Տեսել եք, այստեղ կա իմիջայլոց մեկ երիտասարդ, այս աղջիկը, Ռուբինա Ամինյան ազգանունով 23 տարեկան, ուսանող, որը երազում էր գնալ Միլան եւ ուրեմն զբաղվել նորաձևությամբ։ Այս մեկը, խնդրեմ, իր պատմությունն է, ես չգիտեմ սա հայ է թե չէ, Ռուբինա Ամինյան, բայց կարող է նաեւ հայ չլինել, եւ նաեւ այս մեկը, որ այս երիտասարդը, որը հայ է ազգությամբ, այս իր ֆոտոն երևի տեսել եք նաեւ հայկական ցանցերում։ Եվ այդպես շարունակ, հիմա ես մի քանի օրինակ եմ բերում, ընդհանրապես մի քանի օրինակ, կամ այս ընտանիքը, ահա, այս ընտանիքը, որ գնդակահարվել է ամբողջությամբ, Ամինյան, հայրը, եղբայրը, սրանք ընդհանրապես օրինակներ են, մի քանի օրինակներ են, եւ այդպես ըստ հետախուզական, տարբեր երկրների հետախուզական տվյալների 32,000 մարդ է գնդակահարվել 1-2 ամիս առաջ, ուրեմն Իրանի տարբեր քաղաքների փողոցներում ցույցեր անելու համար։ Մյուսներին ձերբակալել են եւ մահապատժի են դատապարտել շատ-շատերին։ Եվ դա միայն հիմա չէ, 100,000-ավոր քաղաքացիներ են ուղղակի գնդակահարվել այդ նույն մոլաների առաջնորդի ձեռքերով, որին դուք հիմա պաշտպանում եւ սգում եք նրա մահը։ Մի բան էլ ասեմ, երբևէ այդ սգալուց առաջ մի հատ փորձել եք օրինակ խոսել որևէ մեկի հետ, ով բնակվել է Իրանում, չեմ ասում հայերի, պարսիկների հետ։ Իմիջիալոց ասեմ, մինչև վերջին շրջանը, ասեք մի քանի տարի առաջ, իմ համակրանքը միշտ եղել է Իրանի կողմը, երբ որ Իսրայել-Իրան այդ ուրեմն հարաբերությունները, հիմա էլ այդպես չի, որ ես Իսրայելի կողմնակից եմ, ես Իսրայելի պլանները չարիք եմ համարում, ոչ միայն Իրանի համար, այլ նաև ընդհանրապես ամբողջ աշխարհի համար, որովհետև իրենց ազդեցությունը չափազանց շատ է եւ իրենց պլանները շատ երկրների շահերի են ուրեմն վնասում, այդ թվում Միացյալ Նահանգների, ես չեմ ուզում, որ Միացյալ Նահանգները լինի Իսրայելի, այսպես ասած, ենթակա պետություն եւ ընդհանրապես որևիցե երկիր։ Բայց ամեն դեպքում իմ համակրանքը եղել է այդ մոլաների կողմը միշտ։ Մինչև այն պահը, երբ որ ես
սկսեցի հետաքրքրվել, օրինակ այստեղ շատ պարսիկներ կան եւ գործի բերումով այդպես շփվում էի պարսիկների հետ, ինձ հետաքրքիր էր իրենք ինչ են մտածում այդ Իսրայել-Իրան փոխհարաբերությունների թշնամական վիճակի մասին։ Անկեղծ ասեմ, ես չհանդիպեցի մեկ պարսիկի, մինչև հիմա չեմ հանդիպել, որը կպաշտպաներ ուրեմն Խամենեի ռեժիմը։ Բոլորը ատում էին, բոլորը հայոյում էին։ Ում հետ շփվել եմ։ Իսկ դրանք 1-2 չեն, տասնյակ։ Շփվել եմ եւ ինձ հետաքրքիր էր, բոլորին հերթով հարցրել եմ։ Ես ինքս եմ թեման բացել եւ հարցրել։ Ավելին ասեմ, այդ Խամենեի ռեժիմին հայամետ եւ այլը կոչողների համար, ուրեմն հանդիպեցի մեկ պարսիկի, ազգության պարսիկ, որը քրիստոնյա էր։ Ընդ որում քրիստոնյա էր դարձել, ստեղ այն քաղաքում։ Քրիստոնյա էր դարձել հայ հարևանի շնորհիվ, սկսել էր Աստվածաշունչ կարդալ, երբ որ պարսկական այդ մոլաների իշխանությունը իմացել է այդ մասին, իրենք գցել են բանտ, ատամները քաշել են, այսինքն ընտանիքը իմացել է, թե իրենց սպանել են արդեն, մի կերպ մազապուրց եղավ, երբ որ բանտից ազատվել է, մազապուրց եղած փախել են Միացյալ Նահանգներ, հիմա շարունակում է ուրեմն մնալ քրիստոնյա, շատ ավելի լավ քրիստոնյա, քան մենք հայերս ենք, միջին վիճակագրական հայերս, եւ նաեւ հայկական եկեղեցի է հաճախում, ես ձեզ ասեմ, երբեմն։ Հիմա այդ մոլաների ռեժիմին պաշտպանողները, նրանց համար սքացողները, այս մարդու համար սգում եք, թե չէ, այն երիտասարդների համար սգում եք, թե չէ, թե նրանք կարևոր չեն։ Եթե կարևոր չեն, աշկ եք փակում 32,000 քաղաքացիների սպանությունը, հիմա վաղը ձեր փոքրիկ բռնապետը Նիկոլ Փաշինյան անունով, որ այդ գծի վրա է, ինքն էլ է շուտով զորքուտ, չգիտեմ ինչ հանելու ժողովրդի դեմ, արդեն սկսել է բոլորին բանտերը գցել, ինչպես մոլաներն էին անում, վաղը միսօր եթե ընտրություններում պարտվի, տանկեր է հանելու ժողովրդի դեմ ու բանը, ու ոչինչ պատասխանատվություն չկեր։ Այդ ժամանակ ինչ բարոյական իրավունքով եք ասելու, որ եկեք մեզ փրկեք, որովհետև բռնապետի հետ գործ ունենք։ Նույնն է, ի՞նչ տարբերություն։ Հիմա մեկ այլ դրվագ, որ ասում եք իրանական ռեժիմը մեզ պաշտպանել է։ Հիշում եք, երբ որ Արցախը հանձնվեց, Ադրբեջանը գրավեց Արցախը եւ նաեւ Հայաստանի որոշ տարածքներ, Իրանի ուրեմն այդ ռեժիմը, Ալի Խամենեին, մնացած պաշտոնյաները, թերևս Թուրքիային հավասար շնորհավորեցին Ադրբեջանին, որ իր տարածքը վերականգնեց։ Այո, եթե չգիտեք, իմացեք, կարող եք Google-ը բացել, search անել, փնտրել եւ գտնել այդ խոսքերը։ Իրանի կողմից հովանավորվող տերորիստական խմբերը, Հեզբոլլան, Համասը, Հութիները, հուսիտները, Եմենի, իրենք եւս շնորհավորեցին իրենց մեծ եղբայր Ադրբեջանին։ Հիմա եթե Այաթոլլահ Խամենեին եւ իր բոլոր համակարգերը, տերորիստական այդ խմբերը բոլորը շնորհավորում են Ադրբեջանին, որ Արցախը օկուպացրել է, ես այդտեղ չեմ հասկանում, թե որն է, ասենք իրանական ռեժիմի հայամետ լինելը։ Մի հատ բացատրեք հասկանանք, ինչ են արել։ Ես չգիտեմ ինչ են արել, պատերազմի ժամանակ Իրանը տեսեք ինչքան զենքեր ունի, ինչով են օգնել Հայաստանում։ Կարող են մի հատ հայտարարություն օրինակ անել, որ Հայաստանի տարածքների վրա արձակվել եւ այլն, կարմիր գիծ է։ Միայն Զանգեզուրի Միչանսկի մասով են ասել, որտեղ դա իրանց է պետք, ոչ թե մեզ։ Այսինքն այդ որ ասում եք հայամետ Իրանի կա, այո, Պարսկաստանը մեր բարեկամ երկիրն է, մեր հարևան երկիրն է, բայց Պարսկաստանը մոլաների ռեժիմը չէ։ Մոլաների ռեժիմը, երբ որ վերջում հասնի ուրեմն ընտրության, իրենք ընտրելու են իրենց մահմեդական եղբայրներին, ոչ թե քրիստոնյա հայերին, ես դա էլ ասեմ։ Իսկ Պարսկաստանում տարբեր կրոններ կան, տարբեր ժողովուրդներ կան այնտեղ եւ բնիկ պարսիկները, նրանք մուսուլման չեն, նրանց պարտադրվել են։ Ես հիմա չեմ ուզում պատմության մեջ խորանալ, հիմա կարող է պատմաբաններ ասեն, դու չգիտես եւ այլն, հա, չգիտեմ, ընդունում եմ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ պարսիկները ունեցել են իրենց կրոնը զրադաշտականություն եւ մինչեւ հիմա շատերը պահում են եւ չեն ենթարկվում մոլաների պարտադրած այդ չալմաները եւ այլ եւ այլն։ Այդ էլ է տենց։ Հիմա հաջորդ թեման, իսկ ինչու է իրանական ռեժիմը վտանգավոր, այսպես ասենք, ինչու էր վտանգավոր Միացյալ Նահանգների համար։ Արտիղների պահը ասացի։
տերորիստական խմբերը ասացի եւ միայն մի բան եմ ուզում ավելացնել, որ հուսով եմ ոչ ոքի մոտ կասկած չի արածում, որ Իրանն էր ֆինանսավորում Համասին, Հեզբոլլահին, Հութիներին եւ գլոբալ տերորիստական, այսպես ասած, բջիջների ամբողջ աշխարհում մեկ եւ հիմա իդեպ մտավախություն կա, որ կարողան այդ բջիջները ակտիվանալ, այնպես որ բոլորդ էլ զգուշ եղեք։ Ինքը մոլաների ռեժիմը, այաթոլլայի ռեժիմը, իհարկե այդպես ուղիղ ինքը տերորիզմ չի արել ոչ մի երկրի դեմ, բայց դա արել է իր պրոքսիների միջոցով, այդ նույն իրենց կողմից ֆինանսավորվող Համասների, Հեզբոլլաների, հուսիտների եւ մնացածի, այդ թվում նաեւ Պակիստանի, իդեպ Պակիստանի հետ կապված։ Այսօր ուրեմն հայկական մամուլում կարդացի, որ գրել են, որ Պակիստանում հարձակվել են ամերիկյան դեսպանատան վրա եւ քիչ է մնում շնորհակալություն ասեն պակիստանցիներին, այդ տերորիստներին, որոնք հարձակվել են ամերիկյան դեսպանատան վրա։ Այն Պակիստանին, որը ադրբեջանցի տերորիստները ուղարկել էր ադրբեջանցիների հետ, կռվում էր հայերի դեմ։ Այն Պակիստանի, որը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանի անկախությունը, քիչ ամանում շնորհակալություն ասեն մեր այսպես կոչված պրո-իրանական, բայց իրականում պրո-մոլայական մեր հայրենակիցները, ցավոք, քիչ ամանում շնորհակալություն ասեն Պակիստանի տերորիստներին, որ Ամերիկայի դեմ են։ Դե ինչ ասեմ, դուք էլ գնացեք Իրան, գնացեք այնտեղից միասին գոռացեք մահ Ամերիկային։ Եթե այդքան շատ եք սիրում։ Եվ մի բան էլ, ուրեմն ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարեց, որ շնորհակալություն է հայտնում Իրանը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին, Չինաստանին եւ Պակիստանին իրեն աջակցելու համար։ Հայկական մամուլում իմ շատ սիրելի մի մամուլում Պակիստանը հանել էին։ Իրանը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին եւ Չինաստանին։ Ինչ ասեմ, որտեղ եթե Պակիստանն էլ ասեր, կստացվեր, որ Պակիստանի բարեկամն է մոլաների ռեժիմը։ Իրականում այդպես էլ կա։ Եվ իրականում այաթոլլահ Խոմենեին այն անձն է իր իշխանությունը, որը շնորհավորել է Ադրբեջանին Արցախը գրավելու համար։ Դա միշտ հիշեք, միշտ։ Համասը, Հեզբոլլահը, որ ֆինանսավորվում են Իրանի կողմից, շնորհավորել են Ադրբեջանին Արցախը գրավելու համար։ Դա երբեք մի մոռացեք։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչ կարող է լինել։ Հիմա ասում են, որ Հայաստանը կթրքանա, չգիտեմ ինչ կլինի, ինչ կլինի։ Ասում են, որ վատ սցենարը կլինի այն իմ կարծիքով, դարձյալ ես քաղաքագետ չեմ վերապահում իրանագետ լինելու, լիքը իրանագետներ կան այս օրերին, տարբեր, բայց հենց տպավորությունն է, որ իրենք ոչ թե իրանագետ են, այլ հեղափոխական պահապանների հետ կորպուսի աշխատակիցներ են։ Ուրեմն իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը։ Ես կարծում եմ, որ իր վատագույն սցենարը նա կլինի, եթե Իրանը պառակտվի եւ քաոս ստեղծվի երկրում, այնտեղ գիտեք տարբեր ազգեր կան, քրդերից սկսած, բոլորը ուզում են իրենց Քուրդիստան ստեղծել, մյուսները իրենց ինքնավարություն, ադրբեջանցիներ կան, իդեպ այսօրվա նախագահը, որը արդեն բան է, ինքն է ղեկավարում, Փեզեշքյանը, որը Յան ազգաննով, բայց ինքը թուրք է կամ ադրբեջանցի ամեն դեպքում։ Ադրբեջանցիներ կան, թուրքեր կան, քրդեր կան, տարբեր ազգեր կան, բայց չեմ կարծում, որ պառակտումը, քաոսը ձեռնտու է Միացյալ Նահանգներին։ Ոչ, ամենևին էլ ձեռնտու չի, նախորդ փորձը հաշվի առնելով Միացյալ Նահանգները խրվելու է երկարատև պատերազմի մեջ միլիարդավոր դոլարներ է ծախսելով, որպեսզի այդ քաոսի եւ նաեւ այդ քաոսը բերելու է terrorizmi աճի, այսինքն իմ տպավորությունն այն է, որ Թրամփի ադմինիստրացիան երկար ժամանակ այս որոշումը չէր կարողացնում, որտեղ չգիտեին հետո ինչ է լինելու։ Ռեզա Փահլավի շահի փորձին, որ այստեղ է գտնվում, վստահություն չէր ներշնչում Թրամփի մոտ, որ նա կարող է ղեկավարել, բայց հիմա կարծես թե ինչ որ լուծում գտել են, այսինքն Միացյալ Նահանգները անելու է ամեն ինչ, որպեսզի այնտեղ տեղի ունենա ռեժիմի փոփոխություն, բայց պահպանվի Իրանի ամբողջականությունը։ Ով կլինի, ոչ ոք չգիտի, հաջորդ ղեկավարը, հնարավոր է, որ այդ նույն իսլամական
պահապանների խմբից մեկը կամ չգիտեմ նույն այդ մոլաներից մեկը, որը պատրաստական կլինի աշխատել Միացյալ Նահանգների հետ, նա լինի հնարավոր է, որ Փահլավին գնա, հնարավոր է մեկ այլ ուրիշ ընդդիմության ներկայացուցիչ լինի։ Ամեն դեպքում ով էլ որ լինի Իրանի նախագահը, Հայաստանի դերը իրենց համար մնալու է նույնը։ Նույնն է մնալու, որովհետև Հայաստանի համար իրենք Հայաստանը ոչ թե սիրուն աշկերի համար կամ չգիտեմ մեր քրիստոնեական արժեքների համար են իրենք սիրում, այլ իրենց պետք է։ Այսինքն այդ ճանապարհը, որը Եվրոպայի հետ կապող միակ ճանապարհը դա Հայաստանն է։ Իրենք թուրքերին չեն կարող վստահել, ադրբեջանցիներին չեն կարող երբեք վստահել։ Հայաստանը կարևոր ճանապարհ է իրենց համար դեպի ուրեմն Արևելյան Եվրոպա, Արևմտյան Եվրոպա։ Մի խոսքով Հայաստանի դերը երբեք չի նվազելու, ով էլ լինի Իրանի ապագա ղեկավարը, ով էլ ընտրվի։ Այնպես որ ես պես կարծիքներ եմ կարդում, Հայաստանը արդեն կթրքանա եւ այլն, Հայաստանը չի թրքանա, եթե Հայաստանը չունենա թրքամետ իշխանություն, իսկ մենք արդեն ունենք այդ թրքամետ իշխանությունը, այսինքն հիմա մեր Հայաստանի իշխանությունը գրավված է թուրքերի կողմից, որովհետև Հայաստանի իշխանությունը սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Իրանի ուրեմն մոլաներին պաշտպանելու փոխարեն ավելի լավ է դուք մտածեք, թե ինչպես է թուրքական իշխանությունից ազատում Հայաստանի Հանրապետությունը։ Դուք, որ ասում եմ, ինձ էլ նկատի ունեմ։ Դա մեր պատվի, արժանապատվության, ազգային ինքնության խնդիր է։ Պետրոսները հանրային հեռուստատեսությամբ այսօր խոսում են ինչ որ մեկը կա, միտական կա, որը որ խորհրդական է ինչ է աշխատում, ասում են մենք պետք է մոռանանք մեր ինքնությունը, որ չմեռնենք։ Մենք պետք է մոռանանք մեր ինքնությունը, որ ժիրայ լիպարիցիա, չմեռնենք։ Երբ որ այդ կարգի մտածող մարդիկ երկրի գլխավոր խոսափողներից մեկի մոտ են նստում, արդեն դու չես կարող մտածել, որ Հայաստանը չի թերքանալու։ Այդ ճանապարհի վրա ենք։ Ավելի լավ է մոլաների ուրեմն մահը սքալու փոխարեն մտածենք, թե ինչպես ենք հունիսի 7-ին հեռացնում թերքամետ իշխանությունը եւ փակում այդ թերքամետների ուրեմն քարոզները մեր ժողովրդի առաջ։ Եվ վերջում ուզում եմ խոսել եւս մեկ կարևոր թեմայի մասին։ Հիմա, այսպես ասեմ, Թրամփին դարձրել են հայոյանքի, ծաղրի եւ այլն առարկա։ Ու խոսում են մարդիկ, որոնք չգիտեմ, նաեւ այստեղ, ուրեմն այստեղ նստած թոշակ են ստանում, ցավոք։ Ուրեմն օգտվում են ամբողջ պետական բենեֆիտներից, ոչ մի նույնիսկ բնակարանն է անվճար եւ ասում են, գիտեք ինչ, մոլաները լավն են, Թրամփն է սխալ։ Եղբայր, եթե մոլաները լավն են, հենց հիմա գնում ես տոմսը առնում ես, գնում ես Հայաստան, Հայաստանից կարող ես մի կետ մտնել այնտեղ ու միասին մոլաների հետ գոռացեք մահ Ամերիկային, ինչ ես մնացել այստեղ։ Ես այդ լոգիկան չեմ հասկանում, որ սա ազատ երկիր է, օրինակ նույնը դու չես կարող անել Իրանում, գնաս Իրանում Facebook-ում, եթե հանկարծ մի քիչ այն չանես, քեզ տանելու են բանտ, հետո մի քիչ էլ եթե այն չանես, վիզատ կտրելու են։ Ռուսաստան էլ չես կարող գնալ, դու եթե այնտեղ Facebook-ում գրառում անես, անմիջապես կարժանանաս իշխանությունների վերաբերմունքին։ Այստեղ էլ է նույնը լինում դեմոկրատների օրոք։ Փակում էին, այստեղ վիզ չէին կտրում, բայց փակում էին, որ ոչ մեկ չկարդա։ Հիմա Թրամփը եկավ, բացեց մամուլի խոսքի ազատություն կա, բայց դա չի նշանակում, որ դու լինելով Միացյալ Նահանգներում, օգտվելով բարիքներից պետք է նստես ու Թրամփին ձեռ առնես կամ չգիտեմ, այն Թրամփին, ով որ քեզ տվել է հենց այդ իրավունքը քննադատելու։ Եթե դու մոլաներին շատ ես սիրում, ելի եմ ասում, ինքնաթիռի տոմսը առ, գնա Հայաստան, այնտեղից ոտով անցի Իրան, որտեվ թռիչք չկա Իրան, այնտեղից կարող ես մոլաների հետ գոռալ մահ Ամերիկային։ Ինչքան ուզում ես գոռա։ Ինչի ես տեղ ապրում։ Հիմա ասում են Թրամփը խաղաղության եւ այլն, նույն Հայաստանից է հնչում։ Իհարկե, Թրամփը խաղաղություն է բերել այսօր հենց Հայաստանում։ Ձեր կարծիքով Նիկոլի Պերաշկիից են վախենում թուրքերն ու Ադրբեջանը, որ չեն վերցնում, հենց հիմա այս առիթից չեն օգտագործում, կամ մինչև այդ չէին անում։ Վախում են, որ
Նիկոլը կարող պերաշկին շպրտի իրենց վրա, Նիկոլասկի պերաշկի կարիք էլ չուներ կամ զենքի կարիք էլ չի, ինչ ուզում էին տալիս էր, բայց հիմա չի տալիս, որովհետև այնտեղ հենց Թրամփն է կանգնած, այսպես ասենք, Թրամփի անունն է դրված այդ սահմանի վրա։ Եվ հիմա, որ մենք դեռևս Հայաստանը կա, ես չեմ ասում թե հավերժ լինելու է, վաղը որ թուլացավ Թրամփի դիրքերը, ուրեմն այդ խաղաղությունը չի լինելու, Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ մտնելու են ու վերջնեն, բայց մտնելու կարիք էլ չկա, Նիկոլ Փաշինյանը հերթով տալու է։ Բայց հիմա, որ մենք դեռևս ունենք, այն ինչ որ ունենք Հայաստանից, այո, դա Թրամփի շնորհիվ է եւ դրա մասին պետք է միշտ հիշեք ու չմոռանաք ժողովուրդ, չմոռանաք։ Այդքան բան։ Գիտեք, մի բան է, երբ որ ֆրանսիաներից Մակրոնները, չգիտեմ ով, այսպես ելույթները ունեմ, ճառեր են կարդում, դատապարտեցինք, էս արեցինք, ձեր դատապարտումները ոչ մի արժեք չունեն։ Ով է պաշտպանելու այսօր, եթե Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն կիսել Հայաստան իրենց մեջ, ով է պաշտպանելու։ Ռուսաստանը, թե Իրանը։ Ռուսաստանն առանց խրված է իր պատերազմի մեջ, չի կարողանում գլուխ անել շաբաթը 20,000 զոհ տալով, արդեն 4 տարի։ Իրանը այդ պաշտպանողը թող անժամանակ պաշտպաներ։ Ոչ ոք չի պաշտպանելու մեզ։ Մենք պիտի կարողանանք մեզ պաշտպանել, մենք պիտի ունենանք ազգային իշխանություն, հմուտ դիվանագիտություն, դրա համար պետք է բերել լակոտներին ուղղակի հեռացնել իշխանությունից, որտեղ դա լակոտակրատիա է, ինչ որ Հայաստանում կատարվում է, այդ պերաշկիներով, այդ զզվելի կերպարները հասկանում եք, ոչ մի երկիր չի կարող հարգել մեզ բոլորիս, տեսնելով թե մեր ղեկավարները ինչով են զբաղված այն պահին, երբ որ հարևանի ուրեմն դռանը այնտեղ ռումբեր են պայթում։ Ով կարող է լուրջ ընդունել, ոչ ոք։ Մի խոսքով Թրամփին ձեռառնելու փոխարեն ավելի լավ է դուք, մենք բոլորս միասին վերցրած մտածենք ինչպես ենք թրքամետ իշխանությունից ազատվում։ Ոչ ոք չի հարգելու մեզ, եթե մենք ունենք այդպիսի ղեկավար, այդպիսի ղեկավարություն, այդպիսի քաղաքականություն, այդպիսի լրագրություն, մեկը ուղղակի թրքամետությունը այսպես թափում է իրենց վերից։ Թրքամետությունը, այսինքն ամբողջությամբ թրքական պրոպագանդա է։ Դուք ուզում եք որևիցե երկիր մեզ հարգի, իհարկե ոչ։ Հարգում են ուժեղներին, իսկ մենք թույլ ենք, բայց կա մենք թույլ չենք։ Մենք թույլ ենք տվել, որ թույլ լինենք։ Թույլ ենք տվել, որ հայրենադավները գան իշխանության, հետո փորձեն մեր ինքնությունը վերացնել, հետո մեր եկեղեցին են ուզում քանդել։ Այսինքն ինչ որ թուրքերն ուզել են, այդ են անում։ Հա, մի բանի եմ ուզում անդրադառնամ, ես հերթով այսպես կոմենտները, որ հնչեցին իմ գրառումների տակ, ուզում եմ պատասխանել։ Շատերը ասում են, որ այսօրվա պարսիկները ամբողջ աշխարհում որ քեֆ են անում, այդ տոնում են Այաթոլայի մահը, հիշեցնում է 18 թվականի Թավշյա հեղափոխության ժամանակ, այսպես կոչված խեղափոխության ժամանակ Լոս Անջելեսի հայերին, որոնք եւս այդպես փողոցներում քեֆ էին անում, միգուցե հիշեցնում են, բայց այդ նման մտածողներին ուզում եմ ասել, ես ինքս էլ եմ, քեֆ չեմ արել, բայց ես ինքս էլ պայքարել եմ, որպեսզի Հայաստանում լինի լավ իրավիճակ, Սերժ Սարգսյանի օրոք էր դա, այլանդակությունները կային, եթե ուզում եք երգել, ուրեմն ձեզ համար չի սա, դուք չեք կարող դա երգել, որտեղ կային մի շարք այլանդակություններ, եւ մենք ուզում ենք, որ մեր երկիրը լավ երկիր լինի, որ մկները ձկները չլինեն մեր երկրի ներկայացուցիչները, բանակից փախածները չգան մեզ ուրեմն խելք սովորացնել, ճիշտ այնպես ինչպես ԿՊ-ի 90%-ն է բանակից թռած, նույն ձևի ՀՀԿ-ի 90%-ը բանակից թռած էր։ Եվ այդ հղպատվածությունը, այդ օլիգարխիկ այդ վիճակները, մեր դեմ խաղ չկա այդ վիճակները, մենք ուզում ենք փոխենք դառնալ Հայաստանը լավ երկիր։ Բայց մենք չգիտենք, որ իշխանական այդ վերևներում ամիշիկները այլ ծրագիր են գծել, որ պիտի բերեն իշխանության հայրենադավներին, որոնք պիտի հանձնեն հետագայում երկիրը։ Եթե հիմա էլ լիներ, եւ ես համոզված լինեի, որ բերելու ենք ազգային իշխանություն, Սերժին գցելուց հետո, ես նորից դուրս կգայի։ Բայց մենք
նորից կրկնում եմ, մենք չգիտեինք, ժողովուրդը ընդհանրապես ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի շոու են սարքել միշիկները եւ նմանատիպ մարդիկ, շոումեններ էլի, մեր ազգի գլխին, եւ կարծում եմ, որ ազգային իշխանություն վերադառնալու պայմաններում այս ամեն ինչը պիտի բացահայտվի, պիտի հասկանանք, թե ինչպես եղավ, որ 10 հոգով քայլող անձը, ռադիոտուն գրավող անձը հետագայում վերցրեց ամբողջ իշխանությունը եւ շատ հանգիստ հանձնեց Արցախը, որը իմ համար հայրենիք է, այո, ես արցախցի չեմ, բայց ինձ համար հայրենիք է։ Ինձ համար հայրենիք է նաեւ Արևմտյան Հայաստանը։ Ովքեր որ ինձ հակառակն են փորձում համոզել, սխալվում են չարաչար։ Եթե ձեր համար հայրենիք չի, գնացեք թուրքերի հետ ապրեք, ինչ ասեմ, գնացեք մոլաների հետ ապրեք, ադրբեջանցիների հետ ապրեք, ես չեմ ապրի։ Մի քիչ շատ ուզվեցինք, բորբոքվեցի, կներեք, բայց իրականությունը դա է։ Չեմ ուզում այդպես հոռետեսական նոտայով ավարտել, ասեմ, քանի որ հասանք այդտեղ, ասեմ, որ ես լավատես եմ, ես կարծում եմ, որ ապագա պատերազմները լինելու են ոչ թե գլխաքանակի պատերազմներ, ով ինչքան զորք ունի, քանի զոհ կտա եւ այլն, ապագա պատերազմները լինելու են ուղեղի պատերազմներ, արհեստական բանականության վրա հիմնված ուղեղների պատերազմներ, այսինքն ոչ թե մարդիկ են գնալու զոհվեն, այլ տեխնոլոգիան է գնալու, իսկ այսինքն ուղեղների պայքար է լինելու, իսկ ուղեղների պայքարը ոչ թուրքերը, ոչ էլ ադրբեջանցիները չեն կարող հայերի հետ մրցել, եթե մենք իհարկե կազմակերպված ազգ ենք, եթե մենք իհարկե ուզում ենք, ձգտում ենք եւ նպատակ ունենք լինել ուժեղ պետություն, իսկ ես լավատես եմ, մենք ունենալու ենք այդ ուժեղ պետությունը եւ սփյուռքի ջանքերը օր առաջ պետք է այդ ուղղությամբ ներդրվի, որպեսզի հետ չմնանք այն տեխնոլոգիական առաջընթացից, որը հիմա ամբողջ աշխարհում գնում է։ Միգուցե այս թեմայով առանցին մեկ արժե խոսել, արհեստական բանականությունը ինչերի է հասել եւ ինչերի կարող է հասնել, որը շատ արագ է փոխվում։ Դա առանձին թեմա է եւ կարծում եմ այդ թեմայով արժե հետագայում խոսել։ Թերևս այսքանը, ձեզ հաջողություն։